Ոսկին համաշխարհային եւ հայկական շուկաներում թանկացել է։ Կենտրոնական բանկի տվյալներով այսօր 990 հարկի ոսկու 1 գրամն արժե 50.043 դրամ, մինչդեռ շուրջ 3 ամիս առաջ սեպտեմբերի 1-ին դրա արժեքը 42.183 դրամ էր։ Այսինքն վերջին 3 ամսում ոսկին թանկացել է շուրջ 20%-ով։ Արդեն 2 ամիս երևի թե գրեթե կլինի, որ քիչ-քիչ ինքը տենդենսը գնա դեպի բարձրանալու։ 2 ամիս առաջ գրամի գինը ինչքան էր։ Երևի թե $2 տարբերություն, $3 տարբերություն տալիս է գրամի մեջ, տվել եմ 2 ամիս առաջ։ Հիմա ինչ արժե 1 գրամը։ 30 այսօրվա դրությամբ, այսինքն ամեն օր ինքը կարող է տատանվել, այսօրվա դրությամբ 32.800-ի կարգի։ Եթե արդեն դրսի արտադրանքներն այդտեղ թուրքականի տալակում բնականաբար ավելի բարձր է։ Սկզբնական մենք մտածենք ոսկի, որ շատ ռեկորդային գներով ինքը բարձրացավ, բայց հետո նաև ստացել, որ նաև ռեկորդային գներով սկսեց իջնել, բայց արդեն մարդիկ վիճակի մատնված, արդեն թարապել առևտուր չկա։ Այսինքն հիմա իջել է գինը, թե այս պահին Ամենամատած իջել է նախորդին 10 օրվա ամենամատ, բայց մեկ առևտուր չկա։ Անգամ մտածենք շաբաթ Կիրակի, որ Կիրակի մարդիկ ոչ աշխատանքային օրական չէ։ Այս տարի նոյեմբերին այս Կիրակի օրվա մասը ռեկորդ աղբը Կիրակի օրը չի եղել, երևի 4 տարվա մեջ նման Կիրակի։ իսկ դա շատ է ազդել գնորդների վրա։ Նայած ինչ խավի երևի մասսայի համար, այդ սկիզբը որ բարձրացավ, կարելի ասել ընդհակառակ ավելի շատ սկսեցին գնել, այն ամենապիկ ժամանակ բարձրացման։ Հիմա հետեսակ սկսեց թե ամսվա հետ կապված երևի նոյեմբերը ամեն տարի մի քիչ նստում է առևտուրը, ամեն դեպքում միջազգային է թվում է թանկացումը, միայն Հայաստանում չի։ Ինչի հետ եք կապում թանկացումը։ Դա ամեն մեկը մի բան է ասում, այնտեղ պատերազմի հետ, չգիտեմ, ավելի շատ պատերազմական երևի թե իրավիճակի հետ։ Մարդիկ ինչով են ավելի շատ հետաքրքրված, ինչ տեսակի արտադրանքով են հետաքրքրված։ Նայեք, հիմա ինչ եղանը, որ sense վերցնենք, սած նուրբ ցեփերից հատավաճառ էժան կուլոններ են, չգիտեմ, մատանիներ են, ցույցոններ, առանց քարո եւ բռնյան։ Ավելի շատ մեզ մոտ կոնկրետ մեր խանութում կոմպլեկտներ են հավաճառում։ Հիմնականում գալիս են առանց քարի։ Ամեն որ մոտենում ասում, այ քարով չեմ ուզում, որ բան դնեմ, քարին ինչ են տալիս։ Չես հասկանում, ես ասում եմ Ժորժ, այն չեք մտածում բան դնելու մասին, հակառակը մտածեք, որ առողջ վայել է, կրեք, ոչ թե մտածեք, որ տանեք լոմբարդ հանձնեք։ Նշանադրության մատանիներ ամուսնական, դրանք են ավելի բանջված խաչերը, ավելի շատ այդպիսի։ Նոյեմբեր ամսին առևտուր չլինի, աբսուրդ է եղել, այսինքն մարդիկ հարցանիքներ չեն անում, կրուկներ չեն անում, ծնունդներ չեն, այսօր եթե մի առիթ են գնում, մարդիկ մտածում են գումար տանեն, ավելի արագ է, քան ասել ոսկի տանեն։ Դա դուրս գալի, որտեղ ոսկին այնքան թանկացել, տնից ասենք 2-3 հոգի գնա, դա ինչ թե մի բան տանի, ասենք չերևա, նախնդում է գումարը տանել։ Ձեր վրա, տնտեսվարողների վրա ոնց է ազդում այս ոսկու գնի բարձրացումը։ Բնականաբար ոչ լավ։ Ամեն դեպքում գնում ես այդ պահին ինքը, երբ որ թանկանում է, թանկը գնում ես դու վերցնում, հետո նորից կարող եմ 2 օրվա ընթացքում ինքը տատանում տալ, դու վաճառք չես կարող անել արդեն այդ թանկնով, հետո նորից բարձրանում, մի խոսքով դա տնտեսվարողների համար է շատ վատ։ Այսինքն տնտեսական, սոցիալական խնդիրներ է առաջացնում։ Իհարկե, հետո ոչ բոլորն են հասկանում, արդեն գնորդը չի կարողանում հասկանալ, մի օր առաջ գալիս ասում ես գիններ, հետո փոփոխվեց, ամեն դեպքում խնդիրներ է առաջացնում այս փոփոխական գները։ Որս են կոմպիտացած կախված են փուրփուրից չենք ուսահատում, որտեղ ասում ենք լավ հանձնեցին, թողեցին, գնացին, որտեղ գնանք աշխատենք։ Դեք ամեն մարդ մի հոգի չէ, մարդը դրա մեջ է եղել, որտեղ գնա աշխատել, ինչ անում։ Դիպոց sense է, որ ասում է հայտարարին ունենք արենդաներն ակալի, այդ ժամանակ են մարդիկ քուջակում մատնում, հոսպիտալ համար մի բանից ծախեմ, տեղը չդնեմ նորը, կարավանը արենդը հանձնում։ Բայց այն որ մի ամիս ամսվա կտրվածքով մի հատ փոքր 25-30 հազար դրամաշկորում ծախեք, դա աբսուրդ է։ Իսկ ձեր փորձից ելնելով, ինչ է կարծում, ոսկու գինը նորից կիջնի, թե այսպես կմնա կամ էլի կբարձրանա։ Չեմ կարող ճիշտ ասած հստակ ասել, բայց որ այսպես կողքից խոսում են, լսում ենք, ասում են դեպի բարձրանալա գնալու ինքը։ Նա չեն չինի, մեկից $5 տատանում է տալիս, չէ։ Չէ, համեմատած նախորդ տարիների, եթե նախորդ տարիներում վերցնենք մաքուր ոսկու մասին, 990 հարկի մասին,
$40 է եղել, այսօր $135։ Տնտեսագետ Գագիկ Վարդանյանը ոսկու թանկացումը կապում է համաշխարհային անորոշությունների եւ ռուս-ուկրաինական պատերազմի հետ։ Նրա խոսքով դոլարի նկատմամբ վստահությունը թուլացել է ու ոսկու պահանջարկը բարձրացել։ Բարձրացել է անորոշությունների այս պայմաններում, որտեղ աշխարհի տեղի են ունենում աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, տեկտոնական տեղաշարժեր, իսկ այդ պարագայում ամենակայուն միջոցը, որը երկրները, մարդիկ իրենց ապահովագրական հենք կարող են ապել, դա ոսկին է, ոչ թե դոլարը, ոչ թե եվրոն, հա, թղթային բան։ Եվ պետության համար ինչի է համար դա կարևոր է, որ իր անվտանգային հարցերը լուծի, դա պարենային անվտանգություն է, էներգետիկ անվտանգ, վճարումներ կատարի, իսկ թղթադրամով դա համար իրենք պաուսները ձևավորում են հիմնականում իրենց պաուսները ոսկով։ Այսինքն հիմա աշխարհի եւ ամենամեծ պաուսը ոսկու ունի Չինաստանը։ Ինչ է, նույն Ռուսաստանին էլ է մեծացել պաուսները։ Ես հիմա թիվը չեմ կարող ասել, էլի պետք է վերացիչ նայել։ Բայց պաուսները ձևավորում են ոսկով։ Իսկ եթե ոսկով են ձևավորում, նշանակում է պահանջարկը մեծացել է։ Պահանջարկը մեծացել է, գները պետք է բարձրանան։ Այսինքն դա անվստահությունն է դոլարի նկատմամբ։ Տնտեսագետի կարծիքով ոսկին չի էժանանա այնքան ժամանակ, մինչև չավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը։ Հենց որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարի, միանգամից ընկնելու է ոսկու գինը, որտեղ դա ռուս-ուկրաինական չի, դա գլոբալ պատերազմ է, որի դեմ Ռուսաստանն է կանգնած։ Ինձ դες թվում է ուկրաինացին կարող է այդքան դիմադրի, այսինքն որ օրը դադարեց պատերազմը, դա նշանակում է համաշխարհային պատերազմն է սա, երրորդնես մի կարծեք թե ռուս-ուկրաինականը։ Պատերազմը հենց դադարեց, անմիջապես ընկնելու է ոսկի գները։ Խորհուրդ եմ տալիս սպասել, չգնել հիմա ոսկի։